Այսօր մեր թեման է երեխեք ջան, մեր ինքնությունը, վախերը, ստերը եւ ճշմարտությունները, որոնք մեզ տիրում են։ Եվ եկեք հենց սկսենք ինչա նշանակում այն հասկացողությունից, որ ինչա նշանակում նոր մարդ։ Երբ որ մենք քրիստոնյա ենք դառնում եւ մենք դառնում ենք մտնում ենք Քրիստոսի մեջ, մենք ասում ենք, չէ, մենք նոր մարդ ենք։ Իսկ ինչա նշանակում նոր։ Նորը ինչա։ Նորը կարա լինի, եթե կար հինը։ Այլապես չէ լինի նոր։ Նորը միշտ հինի հետևանքն է, այսինքն հինից նոր ենք գալիս։ Եթե հինը չլիներ, կլիներ ուղղակի ի սկզբանե, հա, բայց քանի որ կա հին, կա նաև նոր։ Այդ նոր հասկացողությունը մեր հինի անցյալի, այսպես ասած, նոր իրավիճակն է, որ նոր է կոչվում։ Նոր սկիզբ կոչվում է, շատ բան են ասում մարդիկ նոր սկիզբ։ Մարդիկ տեղափոխվում են օրինակ երկրից երկիր, ասում են նոր սկիզբ է։ Տեղափոխվում բնակարանից բնակարան, ասում են նոր սկիզբ է։ Տեղափոխվում են նոր աշխատանք, ասում են նոր սկիզբ է, կամ երեխային ունեն, ասում են նոր սկիզբ է։ Բայց հոգևորում նոր սկիզբը նշանակում է դու նոր մարդ ես։ Դու ամբողջությամբ նորն ես։ Եվ խնդիրը մեր նորության նա է, որ ինչպես որ երկրից երկիր տեղափոխվելուց բոլորը որ արտասահման են ապրում գիտեն, մենք գալիս ենք նոր երկիր, բայց լեզուն չգիտենք։ Մենք գալիս ենք նոր երկիր, բայց օրենքները չգիտենք։ Եվ նաև բացի այն որ չգիտենք այդտեղի օրենքները, այդտեղի լեզուն, մենք մեր ունեցածը բերում ենք այդ վայր եւ փորձում ենք այդտեղ դասավորենք։ Մեր հայկական էությունը, հայկական լեզուն, հայկական մշակույթը եւ այլն եւ այլն։ Այդ ամենը կատարվում է այնքան ժամանակ, երբ որ մինչև որ դու ինտեգրացիա ես լինում։ Դու հասկանում ես, որ եթե դու չսովորես այդ երկրի լեզուն, դու մնում ես դուրսը, դու մնում ես բաներից դուրս, որ շատ կարևոր են։ Դու այդ իրավիճակների մեջ չես կարա ինտեգրացիա լինես, եթե չիմանաս լիարժեք այդ ժողովրդի կուլտուրան, այդ լեզուն, այդտեղի ֆինանսական բնագավառը, այդպես էլ հոգևորում է։ Հոգևորում Քրիստոսի ժողովուրդը պետք է իմանա, տեղյակ լինի նոր տեղից, ուր ենք եկել, ինչ ենք թողում, ով ենք դառնում, ինչի ենք մենք կոչվում նոր եւ ինչա խանգարում մեզ անցյալից։ Եվ որն է այդ անցյալի խանգարող կետը, որ մեզ չի թողում, որ ավելի մոտիկանանք Աստծուն, որ անվախ դառնանք, որ լինենք այն հասկացողության, որ հոգու հասկացողություն է։ Հոգու հասկացողությունը մարմնական հասկացողություն չի։ Հոգու հասկացողությունը տարբերվում է մեր հասկացողությունից, դե մինչև որ Հիսուս Քրիստոսի մեջ մտնել է, մենք առաջնորդվել ենք մեր անձնական հոգու հասկացողությունից, բայց հոգին եւ մարդկային հոգին եւ հոգին, որի մասին մենք խոսում ենք, հայերենում մի քիչ դժվար է դա բացատրվում, որովհետեւ շունչ բառն է օգտագործվում, կարելի ասել մեր շնչավոր անձը, մեր շունչը, հա, մեր հոգին բաղկացած է լրիվ տարբեր բաներից, քան այն հավատքի բանը, հա, այդ հավատքի մեջ մտած տարբերությունը։ Մեր հոգին ձևավորված չի նույն ձևի, ինչպես որ այն հոգին, որը որ Աստծուն է կպածեղել։ Եթե կարող եմ ձեզ ճիշտ բացատրեմ, որովհետև այդ հասկացողությունը շատ կարևոր է, որ դուք հասկանաք։ Հոգին բաղկացած է մտքից, կամքից եւ զգացմունքներից։ Մեր հոգին, հա, միտք կամ զգացմունքներ, զգացմունք։ Իսկ հոգևոր մարդը, հոգևոր մարդու հասկացողությունը գիտակցությունից, ինտուիցիայից եւ հաղորդությունից է բաղկացած, Աստծո հետ հաղորդությունից։ Դրա համար դրանք շատ տարբեր են իրարից։ Նորից բացատրենք։ Հոգին մեր անձնական, մեր ասեն մարդ իմ հոգին ցավում է, չէ՞, այդ ցավացող հոգին, տենց ասեմ։ Այդ բաղկացած է մտքից, կամքից եւ զգացմունքներից։ Դրա համար զգացմունքները մեր թշնամին են, մարմնական են իրանք։ Մեր միտքն էլ է մեր թշնամին, ինքն էլ է մարմնական։ Որտեղ միտքը գիտակցությունը չի։ Մեր հոգին մեր աստվածային հոգին բաղկացած է գիտակցությունից, բայց մեր մարմնավոր հոգին բաղկացած է մտքից։ Եվ այդ միտքն է, որ անդադ հարձակման տակ անգնում։ Կամքը, ինչի համար ենք մենք ծոմ պահում, որ մեր կամքը ենթարկացնենք մեզ, որտեղ կամքը մեր թշնամին է, այն կամքը, որ դեմ է անդադ ելնում, նրան ինչ որ աստվածային է։ Իսկ աստվածայինը, նորից ասեցի, գիտակցություն, ինտուիցիա, այդ ինտուիցիան, այդ Սուրբ Հոգու ձայնը, հա մենք շատ ժամանակ չենք կարող բացատրենք բաներ, կատարվում է մի բան չենք կարող բացատրենք, դա այդ ինտուիցիան է։ Ինտուիցիա, հաղորդակցություն Աստծո հետ եւ գիտակցություն։
Դա համար շատ կարևոր է, որ մենք գիտակցենք ինչ ենք անում, գիտակցաբար գործունեություն, գիտակցաբար հասկացողություն, թե ով ենք մենք, գիտակցաբար ներխուժում այն տարածքներ, որ մեզ են պատկանում, գիտակցություն պիտի ունենանք, ոչ թե մեր միտքը թողենք որ գործի, այլ մեր գիտակցությունը գործի, իսկ գիտակցությունը կարա գործի, երբ որ գիտություն կա դրա մեջ։ Գիտակցությունը չի կարա դատարկ տեղից գործի։ Գիտակցություն, հասկացողությունը ինքը հենց գիտություն բառից է եւ դրա համար մենք գիտակցաբար պետք է անենք ամեն բան, որ այդ գիտությունը մեր վրա գործի։ Եվ եկեք հասկանանք, ինչ նոր բան ես ունեմ, երբ որ ես քրիստոնյա եմ։ Ինչ նոր բան կարամ ես անեմ։ Ինչ նոր բան եմ ընդհանրապես ես ձեռք բերել։ Եվ ամենակարևորը, առաջ ես հին մարդ էի եւ չունեի պատկանելություն կամ պատկանում էի աշխարհին, իսկ նոր պատկանելությունը, ինչ պատկանելություն է, ում եմ ես պատկանում։ Այդ ում պատկանելությունը դա քիչ է, որ ասենք պատկանում եմ Հիսուսին, բայց մենք գիտակցում ենք այդ պատկանելությունը։ Ասենք քիչ է, ես ասեմ, ես ապրում եմ Գերմանիայում։ Ես հասկանում եմ ինչ է նշանակում գերմանացի լինելը։ Արդյոք ես գերմանացի եմ։ Չէ՞ որ ես կարամ ապրեմ Գերմանիայում եւ տարիներ շարունակ չդառնամ գերմանացի։ Այդպես է քրիստոնյան, կարա Քրիստոսին ընդունի եւ երբեք չդառնա հոգեվոր անձնավորություն։ Մնա հավատացյալ, բայց չդառնա հոգեվոր անձնավորություն, որտեղ հոգեվոր անձնավորությունը գործում է գիտակցաբար, ինտուիցիայով եւ հաղորդակցությամբ։ Ինքը չի թողում, որ իր միտքը իշխի իրան, զգացմունքները իշխեն իրան, եւ ամեն բան հաղորդակցության մեջ անում Աստծո հետ։ Եվ իր կամքը չի կարողանում իրան տիրապետի։ Ինքն է հոգին է տիրապետում կամքին։ Ոչ թե հակառակը, հա։ Մեր կամքը ենթարկացնում ենք հոգուն։ Դա շատ կարևոր է որ հասկանանք։ Եթե մարդը չգիտի ինչ է իր նոր մարդը, իրան կարող ամեն բան թշնամին համոզի թե ինքը ով է։ Թշնամին միշտ պատրաստ է մեզ բացատրի թե մենք ով ենք։ Դրա համար մենք պետք է գիտակցաբար հասկանանք թե մենք ով ենք, որ մեր միտքը մեզ չկարողանա թելադրի բաներ, որոնք որ ճիշտ չեն։ Ինչի է այտենց որ մենք ենթարկում ենք այդ մտքերին, որովհետև մենք ճշմարտությունը չիմանալու պատճառով ընդունում ենք բաներ, որոնք որ ճշմարտության նման են։ Եվ այդ ամեն ինչը նոր բան չի։ Սատանան այս սկզբանե տենց է գործել։ Սատանան ծննդոց առաջի գլուխ, ասենք 26, սկսենք հենց սկզբից, ծննդոցի առաջի գլուխ 26 խոսքն ասում է Աստված ստեղծեց մարդուն, եկեք կարդանք այդ հատվածը, մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի եւ նմանության եւ թող իշխի ծովի ձկներին, երկնքի թռչուններին, ողջ երկրի կենդանի եւ երկրի վրա, սողացող բոլոր սողողների վրա։ Այստեղ հասկացողությունը մեր նման շատերը շփոթում են ֆիզիկական տեսքի հետ կապված։ Աստված մեզ չի ստեղծել իր ֆիզիկականի հետ կապված։ Տեսեք, տարբեր ազգերի, տարբեր գույների մարդիկ կան։ Մեկը աֆրիկական երկրից է, մեկը չինացի է, մեկը ինչը, մենք բոլորս նման ենք իրար նման, որովհետև երկու ձեռ, երկու աչք, երկու ոտք ունենք եւ այլն, բայց այստեղ խոսում է հոգու մասին։ Մենք հոգեվոր էակներ ենք Աստծո նման։ Աստված ստեղծել է մեզ իրան նման, այսինքն մենք ունենք պոտենցիալ զարգանալու, հասնելու իրան։ Դրա համար ենք մեր ձգտումը ինչ է, Հիսուսին նմանվել։ Եթե չլիներ այդպիսի հնարավորություն, Տեր Հիսուսը չէր ասի նմանվեք ինձ։ Ոչ էլ առաքյալները կասեին նմանվեք Հիսուսին, այսինքն կա պոտենցիալ նմանվելու Հիսուս Քրիստոսին։ Դա ի սկզբանե է դրված մեզ հետ, մեր մեջ։ Եվ այդ ամենը եղել է ի սկզբանե, բայց հենց սկզբից էլ Սատանան եկել է դրա առաջ է կանգնել։ Եվ չի թողել, որ մենք այդ ճանապարհով գնանք, որը որ նախատեսված է եղել մեր համար։ Ծննդոցի 3-րդ գլխում արդեն Սատանան սկսում է գործել։ Սկսում է եւ ինչ է ասում։ Առաջի խոսքերը իրա հենց այդ կիսաճշմարտություններն են, որ ինքը հենց սկզբից նույն ձևի գործել է եւ մինչ հիմա նույն ձև է գործում։ Կիսաճշմարտությամբ ասում է. Օծն ասաց կնոջը. ամենևին էլ չեք մեռնի, այլ պարզապես Աստված գիտեր, որ այն օրը, որ երբ դրանից ուտեք, կբացվեք ձեր աչքերը եւ կլինեք աստվածների նման, ճանաչելով բարին ու չարը։ Այսինքն ստեղ առաջի բանը, որ անում է անօրենը, այդ վախն է ուզում գողանա, երկյուղը գողանա Աստծուց։ Երկյուղը գողանա, որովհետև Եվան ասում է, որ Աստված ասել է, որ մենք կմեռնենք։ Եվ այստեղ կար կիսաճշմարտություն, ֆիզիկական մահվան մասին չէր խոսքը, որ ասեց կմեռնեք Տերը, որովհետև ֆիզիկապես իրանք ապրեցին, իրանք հոգեպես անջատվեցին, հոգեպես մահ ապրեցին։ Այն մահը, որը որ մենք հետո Հիսուս Քրիստոսի միջոցով վերականգնվեցինք մենք այդ արյան միջոցով Տերը մեզ գնեց եւ մենք նորից կարողացանք մտնել սրբության սրբոց, կարողանում ենք միանալ Հիսուսի հետ, կարողանում ենք նորից երկնային կյանք ունենալ։ Բայց դրանից առաջ
Հենց այդ ժամանակ, հենց այդ դրախտային տարածքում Սատանան կիսաճշմարտություն ասեց չեք մեռնի։ Եվ ինչ արեց Եվան։ Եվան ինքը կծեց կերավ, տեսան որ չի մեռնում, ֆիզիկապես չի մեռնում։ Եվ տարավ տվեց Ադամին։ Ադամն էլ կծեց եւ կերավ, որովհետեւ տեսավ որ իր կինը չի մեռել։ Այդտեղ տեսեք ինչ արեց Սատանան, կիսաճշմարտությունը կարողացավ վաճառել Եվային։ Եվան էլ կերավ, մի կրար կծեց, տեսավ որ իրոք չի մեռնում, եթե ինքը մեռներ Ադամին չէր կարա տար արդեն այդ խնձորը կամ այդ պտուղը, եւ Ադամը կծեց եւ ամեն ինչ փոխվեց այդ ժամանակվանից։ Այդ ժամանակվանից այդ ստի գործողությունը Սատանան մինչև այսօր վարում է։ Ոչ մի նոր բան չկա եւ ինքը միշտ փորձում է մարդուն համոզել ճշմարտության կիսատ պրատ ձևերով։ Եվ նաեւ ինչ արեց այդտեղ շատ բան կայացավ։ Այդտեղ նաեւ Սատանան Եվային ասեց դու ինքդ կարող ես որոշել ինչն է ճշմարտությունը, այսինքն հեռացրեց Եվային Աստծո ճշմարտությունից։ Ասես դու ինքդ կարաս որոշես բային ու չարը, որովհետև Աստված կդառնաս։ Այսինքն համոզեց ավելի լավ բանի, հպարտություն ցանեց։ Եթե այն հպարտության դասը հիշում եք, այդտեղ արդեն ցանվեց առաջի հպարտությունը, դու կարաս Աստծո նման դառնաս։ Գայթակղեց Եվային։ Այսինքն կիսաճշմարտությունը, գայթակղությունը, Աստծո խոսքի կարիքը չունենալը, որովհետև դու արդեն կարաս ինքդ գործես, քեզ պետք չի Աստծո խոսքը։ Եվ այդ դրանով ինքը կարողացավ գայթակղել։ Այսօր նույն ձևի է անում Սատանան, ոչ մի տարբերություն չկա։ Ինքը մեզ կիսաճշմարտություն է բերում, ինքը բերում է մեզ վախեր, հեռացնում է Աստծո երկյուղից եւ բերում է բաներ գայթակղության, որ մենք գայթակղվենք եւ իր ստերով մեզ կերակրում է։ Ակորինթացիների 6-րդ գլխի 19-20 խոսքերն ասում են. «Եվ ինքը ձեր Տերը չեք, որովհետև մեծ գնով գնվեցիք փառավոր Աստծուն ձեր մարմինների մեջ»։ Տեսեք, փառավոր եք Աստծուն ձեր մարմինների մեջ։ Այստեղ ասում են դուք ձեր Տերը չեք։ Մենք մեր Տերը չենք, եթե մենք տվել ենք մեզ Հիսուսին, մենք այլևս մեր Տերը չենք։ Ակորինթացիների 6-րդ գլուխ 19-20 խոսքերն է սրանք։ Եվ եթե մենք մեզ չենք պատկանում, ուրեմն մենք մեր վրա իրավունքներ չունենք այդքան որոշումներ կայացնել։ Մեր որոշումները պետք է միշտ հարցնենք։ Այդ համագործակցության մեջ, որ սկզբից ասացի, մեր հոգին պետք է համագործակցի Տիրոջ հետ։ Ունենք արդյոք կապ, որ հասկանանք մենք ինչ ենք անում, չէ՞ որ մենք պատկանում ենք Թագավորին։ Եթե մենք ասում ենք ես պատկանում եմ Հիսուսին, բայց ինքնագլուխ ենք կատարում մեր որոշումները, դա նշանակում է մենք Եվայի նման ենք վարվում։ Դա նշանակում է մենք ուտում ենք պտուղ, որը որ մեզ չի կարելի, կամ էլ կարանք ուտենք, պոտենցիալ կա դրա մեջ որ կարանք ուտենք, որտեղ Սատանան քնած չի։ Եվ ասեմ դες Տերը հետաքրքրված չի քո անցյալ մարդով։ Քո հին մարդը Տիրոջը ընդհանրապես չի հետաքրքրում։ Երբ որ ես եկել եմ Գերմանիա ինչի հետաքրքրել, ես Հայաստանում ով եմ եղել, ինչ եմ արել, ինչ չեմ արել, ասում եմ դու ստե նոր մարդ ես, նոր պիտի ձևավորվես։ Այդպես էլ երկնային թագավորությունը Տերը չի հետաքրքրված քո անցյալի մարդով։ Իրան քո անցյալի մարդը չի հետաքրքրում, բայց քո նոր մարդը, որի վրա ինքը կարա կառուցի, հետաքրքրված է Տերը դրանով։ Եվ ինքը խոսում է նոր մարդու հետ։ Նոր մարդու հետ է խոսում Տերը, եւ մենք պետքա դրա այդ նոր մարդը ձևավորենք, որ խոսալու ունակություն ունենանք։ Ինչպես որ նոր լեզու ենք սովորում, որ հասկանանք ինչ են ասում մեզ ուրիշ երկրի մարդիկ, այնպես էլ մենք պետքա նոր ձևի սովորենք ինչ է ասում Աստված, Աստծո լեզուն պետքա հասկանանք։ Աստծո լեզուն հասկանալու համար պետքա մենք շատ ջան գործադրենք, ոնց որ ուրիշ տեղեր այդում ենք լեզու ենք սովորում, որ մարդկանց հասկանանք, պետքա Աստծո լեզուն հասկանանք։ Հասկանանք թե ինչ իրավունքներ ունենք մենք այդ տարածքում, որ մենք եկել ենք։ Ովքեր ենք մենք, եկել ենք որպես փախստական, քոչվոր, ժամանակավոր բնակիչ, թե եկել ենք որ հիմնական քաղաքացիներ լինենք։ Բայց այդ պատասխանները արդեն գրված են Աստվածաշնչում։ Աստվածաշունչը ասում է դուք նոր քաղաքացիներ եք, դուք երկնային քաղաքացիներ եք։ Այդ հարցը չպետք է բարձրացնենք մեզ։ Մենք կարանք մենակ չվերցնելով այդ իրավունքները մեզ քոչվորի պես պահենք։ Պահենք պես որպես հյուրեր, պահենք պես որպես ժամանակավոր ապրողներ։ Լավ հələ կմտածեմ, մնամ թե գնամ, տնամ ստեղ լավ է թե լավ չի։ Այդպես են ապրում շատ հավատացյալներ ցավոք։ Գալիս են մտնում են Աստծո արքայության մեջ եւ չեն իմանում ուզում են թե չեն ուզում մնամ այդտեղ։ Կամ էլ չեն իմանում իրանց տունը տեղա թե այդտեղ չի, դա ավելի վատ է, որովհետև չգիտեն են, որ իրանք պատկանում են երկնային թագավորությանը։ Եվ դա ամենամեծ վտանգներից է, որ հավատացյալները ապրում են չիմանալով, թե իրանք ովքեր են, չիմանալով, թե ինչքան արտոնություններ ունեն իրանք հոգևոր դաշտում։ Եվ ամենամեծ ազատագրումը մարդու չի կայանում դևերից եւ սատանայի գործունեությունից։ Ամենամեծ ազատագրումը մարդու կայանում է իր հին մարդուց։ Իր հին մարդն է, որ հետապնդում է ամեն ինչում եւ չի թողնում, որ մոտիկանա Աստծուն։ Դա դևերը չեն, դա սատանան չի, դա մեր հին էությունն է։
Մեր հին էությունը, որին մենք ամենտեղ ման ենք տալիս, մինչև որ հասկանում ենք, որ սա խանգարում է ինձ։ Հպարտություններ, սովորություններ, մարդկանց կարծիքներ, ամեն ինչ որ անցյալից մենք մեր հետ բերել ենք եւ անցյալից մեծ բուկետ ենք բերել մեր հետ։ Եվ այդ բուկետը մինչև այսպես ասած արմատախիլ չանենք իր արմատներով, մենք չենք կարող այդ նոր շորերի վրա մնանք։ Տերն ասում է նոր կտավը չես կարա հինի վրա կապես, որովհետեւ կճղվի եւ ավելի վատ կլինի։ Դրա համար մենք հին շորերը պետք է լրիվ հանենք եւ նոր շորերը հագնենք։ Բայց նոր շորերը հագնելուց պետք է հասկանանք, որ նոր դիրքի մեջ ենք։ Դու չես կարա սալդատական շորեր հագնես եւ սենց հանգիստ քայլես։ Սալդատի շորերի մեջ արդեն ձգված ես, չէ՞ քայլում, որովհետեւ դու պետք է արդեն ֆորմա ընդունես, ձև ընդունես, դու ով ես արդեն։ Դու պետք է մեջքը տուղես, ոտերը տուղես։ Յուրաքանչյուր սալդատ գիտի, երբ որ ինքը գնում է բանակ, պետք է ուղիղ կանգնի։ Որտեղ նոր շորեր է հագել։ Այդտենց էլ մենք ենք երկնային թագավորությունը։ Մեր շորերին պետք է համապատասխան դիրք ընդունենք, ներքին դիրք, մտքի այդ մեր ամբողջ մտքերը պետք է ենթարկացնենք մեր գիտակցությանը։ Մեր գիտակցությունը պետք է ստիպի մեր մտքերին ենթարկվել։ Եվ ում է պատկանում մեր կյանքը։ Մեր կյանքը պատկանում է Աստծուն։ Եւ եթե ծննդոցի հենց ամենասկզբից Աբելն ու Կայենը զոհ են մատուցում Աստծուն, ինչի համար են այդ զոհը մատուցում, ինչի համար այդ զոհը հենց սկզբից մատուցվել։ Եկեք հասկանանք, զոհը հենց սկզբից մատուցվել է նրա համար, որպեսզի մարդը ասի ես ընդունում եմ, որ իմ կյանքը, իմ ունեցածը, իմ ամեն ինչը, ինչ որ ունեմ, վերջնականապես Աստծուն է պատկանում, առանց մնացորդի, ամեն բան պատկանում է Աստծուն։ Դրա համար են մարդիկ զոհ մատուցել։ Դրա համար է Կայենն ու Աբելը իրանց առաջի զոհերը բերել, գիտակցելով, խոնարհվելով Աստծո առաջ, որ ամեն ինչ քոնն է Տեր, ամեն ինչ որ ունենք քեզանից է։ Ինչ որ ունենք քեզանից է, դրա համար է զոհ մատուցել։ Հռոմեացիների 12:1 խոսքում ասվում է. աղաչում եմ ձեզ եղբայրներ, Աստծո ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի սուրբ աստվածահաճո զոհ պատրաստեք, դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ Նոր կտակարանով մենք չենք մատուցում զոհեր, մեր մարմինը ասում է, որ ձեր սրբությամբ, մաքրելով, նորացնելով, դա է մեր զոհը։ Մեր զոհաբերությունը այսօր մեր սրբությունն է, մեր ամեն ինչ նորացնելն է, նորացրու, ամեն բան նորացրու, միտքդ նորացրու, ամեն բնավորությունը նորացրու, սովորությունները նորացրու, շրջապատը նորացրու, ամեն ինչը պետք է նորացնես։ Դու չես կարա աստվածային կյանքով ապրես հին շրջապատում, որովհետև հին շրջապատը եթե բամբասկոտ է, քեզ քաշելու է իր մեջ։ Եթե հին շրջապատը չի ճանաչում Աստծո օրենքները, քեզ քաշելու է մեղքի մեջ։ Տղամարդիկ լավ գիտեն, եթե հին շրջապատի մեջ իրանք խմող ընկերներն են, իրան վրա ծաղելու են, իրանք քաշելու են այդ խմելու մեջ, կամ էլ իրա ինչ հաճույք հաստանալու ինքը այդ շրջապատի մեջ։ Այդպես էլ մեր կյանքն է։ Եթե մենք մեր հինը չփոխենք, նորի մեջ չենք կարա մտնենք։ Մենք չենք կարա մի ոտով ընդեղ լինենք, մի ոտով ընդեղ լինենք։ Եվ մեր ամենամեծ զոհը ոչ թե ունեցվածքն է, ոչ թե ֆինանսներն են ու կարողությունները, այլ մեր կյանքն է։ Մեր կյանքն է, որ պետք է մենք նվիրենք Աստծուն։ Եվ մենք գնված ենք շատ թանկգնով, Հիսուսի արյունն է մեր ուխտը։ Եվ Հիսուսի արյունը արյան թափվելու Եբրայեցիների 9:22 խոսք ասում է գրեթե ամեն բան ըստ օրենքի արյունով է մաքրվում եւ առանց արյուն թափելու թողություն չի լինում։ Տեսեք, այստեղ խոսվում է թողության մասին։ Առաջներում մարդիկ ամեն անգամ ամեն փոքր բանի համար զոհ են մատուցել, որպեսզի թողություն լինի։ Եվ սա է ասում Եբրայեցիների 9:22 խոսքը, առանց արյուն թափելու թողություն չկա։ Բայց մենք այդ խոսքերը չպիտի վերածենք տիսակատարությունների կամ վախերով ապրենք, որովհետև մեր համար Հիսուսը դարձել է կատարյալ զոհը։ Ոչ, մի զոհ մեզ պետք չի էլ։ Բացի Հիսուսի արյունից, Հիսուսի արյունը մեզ բավական է։ Իր զոհը արդեն մեզ մաքրել է։ Մենք արդեն նոր ենք, մեր մեղքերը արդեն մաքրված են։ Մեր ամենամեծ զոհը Հիսուս Քրիստոսն է եւ այդ զոհի միջոցով որ մենք մտել ենք այդ նոր դարաշրջան, այդ նոր process-ի մեջ, նոր ծնվելը, նոր անցնելը հինից նոր, այդ սահման անցնել, այդ վիզան, հա, այդ վիզան խփել են մեր, եթե մնանք այդ արտասահման գնալու օրինակի վրա, այդ վիզան մեր Հիսուս Քրիստոսն է, որ թույլ տվեց, որ մենք մտանք։ Ինքը ասեց, ես սահմանապահն եմ, ես եմ թողում։ Հովհաննեսի 1:29 խոսքում այսպես բաներ է ասում Հովհաննեսը, ասում է հետևյալ օրը նա տեսավ դեպի իրեն եկող Հիսուսին, Հովհաննես Մկրտչի մասին է խոսքը այստեղ։ Եվ ասաց, ահա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը,
Տեր Հիսուսը վերցրել է աշխարհի մեղքը եւ ինքը դարձել է զոհը, մեզ ուրիշ զոհեր պետք չեն։ Այսինքն մեր մաքրման process-ը ոչ մի զոհաբերություն չի պահանջում մեզանից, բացի մեր բնավորության, մեր ինքնության զոհաբերության, որ մենք պետք է մեր կյանքը դնենք Հիսուսի համար։ Եվ Աստված տվեց իր որդուն, որպեսզի մեզ փրկի։ Այդ գիտակցությունը պետք է ունենանք, որ ինչ գնով ենք գնվել եւ ինչ թանկ ենք մենք Աստծո համար, այդ թանկությունը պետք է հասկանանք։ Եվ Հիսուսը խաչի վրա ասեց կատարված է, դրանք ավետարանի ամենամեծ խոսքերն են, կատարված է, ավարտված է, չգիտեմ, տարբեր ձևեր է թարգմանված, կայացած է միտեղ էլ գրված է, բայց կարևորն է, որ ոչինչ չկա էլ անելու, որ Տեր Հիսուսը ավարտել է ամեն բան։ Եվ ես ինքս ինձ չպիտի փրկեմ, ոչ դու, ոչ այն մյուսը չպիտի իրան փրկի, մենք փրկված ենք Հիսուսով, մեր փրկությունը արդեն կայացել է։ Որովհետև Հիսուսը ավարտեց այդ փրկությունը, ինքը մեր համար փրկեց, մեզ փրկեց, ինքը կոչվում է նաև երկրորդ Ադամ, որովհետև ադամական մեղքի այդ կտրվածը, հա, այդ ինչ որ կտրվել էր Ադամից, վերականգնվավ Հիսուս Քրիստոսով։ Դրա համար է կոչվում Հիսուս Քրիստոսը երկրորդ Ադամ, որովհետև այն ինչ որ կտրվել էր, Տերը միացրեց։ Ադամով կտրվել էր մեր կապը Հիսուսի հետ եւ Հիսուս Քրիստոս Աստծո հետ եւ Հիսուսով միացավ Աստծո հետ մեր կապը։ Եբրայեցիների առաջի գլուխ 7-րդ խոսքը ասում է. նրանով փրկություն ունենք իրարյան միջոցով, մեղքերի թողություն համաձայն իր շնորհի առատության, որովհետև Տերը իր շնորհով է մեզ փրկել, ոչ մեր գործերով։ Միշտ հիշեք, դու քո գործով ոչինչ չես կարող անես։ Դու քո գործով ոչ փրկվել ես, ոչ է կարաս հետագա քո մաքրություն անես։ Ամեն ինչ պետքա Տիրոջով անես, ամեն ինչ պետքա իր ներկա, իր շնորհը վերցնելով օգտագործես քո կյանքի վրա եւ քո կյանքը մաքրես իրանով։ Կարդանք Հովհաննեսի առաջի գլխի 7-րդ խոսքերը։ Այստեղ ասում է. իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ ինքն է, այսինքն Աստվածը, եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ եւ նրա որդու Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։ Այստեղ պայման կա, եթե լույսի մեջ ենք քայլում, եթե մենք խավարի մեջ ենք քայլում, այդ պայմանը չի գործում։ Դա էլ է շատ հավատացյալների համար շատ կարևոր իմանալ։ Այո, մենք փրկված ենք, մենք մաքրված ենք, բայց այս պայմանը Հովհաննեսի առաջի գլուխ 7-րդ խոսքերը։ Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, նրա որդու սուրբ արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։ Նա չի մաքրում մեզ, եթե մենք քայլում ենք խավարում։ Դրա համար շատ կարևոր է հասկանանք, մեր մեղքերը մեզ կարան տանեն վատտեղ, բայց միայն մեղքերը չեն, որ մեր թշնամիներն են։ Մենք ունենք թշնամի, որը անօրենն է, որ գալիս է մեր վրա հարձակվում է։ Եվ այդ հարձակումը մտքի վրա, այդ ձայնի վրա, այդ հասկացողությանը պետք է մենք տարբերենք։ Եվ մենք լսում ենք, քանի որ հին մարդ ունենք, հին մարդը լսում է աշխարհի ձայնը, իր անձնական մտքերը, իր անձնական բնավորության ձայնը, որը կարելի է անվանել անօրենի ձայն, թշնամու ձայն, եւ ունենք Աստծո ձայնը, որը նոր բան է մեզ ասում, նոր ինֆորմացիա է տալիս։ Եվ ինչպես որ եթե այդ օրինակի վրա եմ մնում, որ եկել որ մարդիկ տեղափոխվում են ուրիշ երկիր, երկար ժամանակ իրանք չեն հետևում այդ երկրի օրենքներին, չեն նայում այդ երկրի նորությունները, չեն հետաքրքրվում այդ երկրի իրավիճակներով, այլ մնում են իրանց անցյալով, նույն նայում են իրանց հայկական ֆիլմերը, հայկական նորությունները, հայկական իրավիճակները, ամեն ինչ հին, հա, եթե մնանք այդ օրինակի մեջ, որ տեղափոխվել ենք, բայց այստեղ կա իրականություն, եթե դու նոր բանի մասին չգիտես, դու չես կարող մասնակից դառնաս, չես կարող օգտվես նոր բաներից։ Եթե դու օրենքները չիմանաս նոր երկրի, այդ նոր օրենքներից չես կարող օգտվես, չես կարող քայլես, դու շատ շուտ կընկնես թակարդը, շատ շուտ կընկնես դժվարությունների մեջ, որովհետև կարան ֆինանսական խնդիրներ լինեն, կարան աշխատանքի հետ խնդիրներ լինեն, որ դու չես տիրապետում այդ օրենքներին, չես կարող իմանաս։ Քեզ թույլ է տալիս ամեն բան ճիշտ անել, եթե դու նոր վայրի օրենքները գիտես, նոր իրավիճակի օրենքները գիտես։ Եվ սա էլ նույն բանն է, նույն հին ձայնը մեզ նոր բան չի կարող պատմի։ Հին ձայնը պատմելու է այն հնությունը, պատմելու է ինչ որ ինքը հնից գիտի։ Իսկ նորը այդ ժամանակ չի կարող լսվի։ Եվ մեր ջանքը պետք է լինի նոր ձայնը լսել, Աստծո ձայնը լսել։ Մենք նոր մարդիկ ենք, մենք ինչ գործ ունենք հին ձայնի հետ։ Մեր վրա իշխանություն ունի Տերը։ Մենք ասացինք, որ մենք մեզ չենք պատկանում։ Մենք պատկանում ենք Հիսուս Քրիստոսին եւ պետք է ասենք, ինչ է ասում իմ կոմանդիրը ինձ, իմ ղեկավարը ինձ, չէ՞ որ եթե իմ պատկանելությունը այնտեղ է, ինքը պետք է ինձ ասի ես ինչ անեմ։ Եվ ամենակարևոր հարցն է նա ինչպիսի իշխանություն ունի Հիսուսը իմ վրա։
կամ ես Հիսուսի մեջ ինչ իշխանություն ունեմ, կամ ով է իմ տարածքը ոնց է ձևավորվում, որպեսզի այդ օրենքների մեջ մենք կարողանանք գործենք։ Ինքնաճանաչումը սկսվում է հենց այնտեղ, որ դու սկսում ես փնտրել նոր ճշմարտությունը, նորը, այնտեղ արդեն սկսում է քո բանը, քո նոր ձևավորումը։ Քանի դու չես փնտրում նորը, քո մեջ չի կարա ինքնությունդ փոխվի։ Այդ նոր շորերը չեն կարա գործել, եթե դու հին մտածելակերպի մեջ ես։ Դու կարաս երկիր փոխես, դու կարաս 10 հատ երկիր փոխես, կարաս ապրես Հայաստանում, Ռուսաստանում, հետո Ամերիկայում, քո ինքնությունը չփոխվելով դու ոչ մի բան նորից չես սկսում։ Նոր սկսում են միայն այն մարդիկ, ովքեր որ իրանց ինքնությունն են պատրաստ փոխեն։ Եվ մեզ շատ կարևոր է հասկանանք ինչ է ասում Աստված մեր մասին, որովհետև այդ նոր օրենքը Աստծո օրենքն է։ Նոր օրենքը Աստծո գիտությունն է, որ մեզ պետք է։ Այդ գիտակցությունը, որ պետք է ենթարկացնի իմ միտքը, ինքը պետք է լցվի, որպեսզի այդ գիտակցությունը իշխանություն ձեռք բերի իմ վրա։ Հովհաննեսի 8-րդ գլուխ 44 խոսքերում անօրենը ստախոս է անվանվում։ Եկեք կարդանք այդ հատվածը։ Այստեղ դպիրների եւ փարիսեցիների մասին է խոսքը գնում եւ ասում է որ դուք ձեր հոր կողմից ձեր հայրական գծով ասում է Տերը սատանայի զավակներ եք եւ ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, այսինքն սատանայի քանզի նա ի սկզբանե մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չմնաց, որովհետեւ նրա մեջ ճշմարտություն չկար, երբ նա ստում է ինքն իրեն բնության համաձայն է գործում ստում, քանի որ նա սուտ է եւ ստի հայրը, այսինքն Սատանան իր էության, բնության, իր բնույթի համաձայն է գործում եւ ինքը անընդհատ սուտ է արտադրում։ Իր միակ բան գործիքը, ամենակարևոր գործիքը սուտն է։ Ոչ թե ձեզ վախացնելն է ուրիշ ձևերով, ոչ թե ինչ որ սարսափելի բան, սուտը, մի հատ սուտ է ձեզ ասում եւ արդեն այդ սուտը սկսում է գործել ձեր կյանքում։ Եվ այդ սուտը միշտ նոր սուտ չի, ինքը ճշմարտության ինչ որ մի մաս է պարունակում։ Վերստում է ճշմարտությունը, ինչպես որ Եվայի պարագայում, Եվային Տերն ասել էր, չուտեք այս ինչ պտուղից, հա, իսկ ինքը ասում է, միթե ասել է ձեզ ոչ մի պտուղից չուտեք, այսինքն արդեն ձևափոխեց, հա, ձևափոխեց ինչ որ մի բան, միթե ասել է ձեզ ոչ մի, այսինքն հարցականի տակ է դնում այդ ճշմարտությունը, որ աստվածային է, եւ սատանան տենց է գալիս, հարցականի տակ է դնում ճշմարտությունը, որ երկնային է։ Եվ մեղքի զգացմունքը, երբ որ մենք նոր մարդ ենք դառնում, մեզ հետապնդում է այդ զգացմունքը, որ մենք մեղավոր ենք։ Եվ երբ որ մենք նորից ենք մեղ գործում, սատանան ասում է՝ դու մեղք ես գործել։ Դա կարող է ճշմարտություն լինի, բայց հետո ինքը ինչ ավելացնում։ Ասում է, ուրեմն այլևս Աստված քեզ չի կարող ընդունի։ Այդ մի բանը ավելացնում է, այո, ես մեղք եմ գործել, բայց սատանան դրա մի հատ փոչ է ավելացնում, քեզ այլևս Աստված չի կարող ընդունի եւ վերջ, ես ընկա ինքնադատապարտման ինքնամեղադրանքի մեջ։ Բայց ինչ ասում Աստված, մենք պետք է միշտ հակառակ ունենանք դրա, որպեսզի զինված լինենք այդպիսի ստերի։ Եթե ես մեղք եմ գործել, սատանան շշնգում է ինձ, ասում է, էլի մեղք գործեցիր, ես ասեմ, վայ, այո, եւ հետո ինքը ավելացնում է, վերջ դու էլ արդյոք պիտանի մարդ չես։ Վсё, ես արդեն ընկա ինքնամեղադրանքների մեջ։ Բայց եթե ես այդ պահին հիշեմ, որ ինչ է ասում Աստված Հռոմեացիների 8-րդ գլխի առաջին խոսքում ասում է, եթե այդպես է, ուրեմն ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են։ Դատապարտություն չկա ինձ համար։ Ես կարամ մեղանչեմ եւ նորից Աստծո առաջ կամ։ Եվ ինձ Տերը ներում է։ Եթե մենք հիշենք այս խոսքերը, մենք չենք ընկնի այդ ժամանակ, այնպես որ մի քանի շաբաթ մենք այդ ամենից դուրս չգանք։ Սատանան քեզ կարող է ասի դու քո անցյալն ես։ Անդադ քեզ կարող է հիշացնի, որ դու քո անցյալն ես։ Քեզ բաներ բերի, որ քեզ հիշացնում է քո անցյալը եւ դու չես կարող բրծնես այդտեղը։ Բայց մենք պետք է ունենանք այդ խոսքը, Աստծո խոսքը, որը հակասում է դրան։ Աստծո խոսքը Բկորոնթացների 5:17 խոսքը ասում է, իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է, որովհետեւ հին անցավ եւ հիմա ամեն ինչի մեջ նորացավ։ Եթե նույնիսկ մենք այդ գիտակցությունը դեռ չունենք, մենք այդ խոսքերը որ վերցնենք, ասենք ոչ, ես նոր արարած եմ։ Ես այն հին մարդը չեմ, դու չես կարող ինձ խաբես, սատանա։ Դու չես կարող անորեն ինձ նորից համոզես, որ ես ով եմ, որովհետև իմ ինքնությունը հաստատել է արդեն Հիսուսը, դու չպիտի ինձ ասես ես ով եմ։ Ես պատկանում եմ Հիսուսին։ Սատանան միշտ քեզ ուզում է հիշեցնի, որ դու քո մեղքն ես։ Բայց Տերն ասում է,
Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա եւ արդար մեր մեղքերը մեզ ներելու եւ մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Սա Հովհաննեսի առաջին 9-րդ խոսքերն են։ Չկա մի բան, որ սատանան քեզ ասում է եւ դա ճշմարիտ է։ Ինչ որ քո միտքը քեզ բերում է, ինչ որ քո հիշողությունը քեզ բերում է անցյալից, իմացի, որ դա պայքարում է քո նոր ինքնության դեմ։ Եվ կարող է նաեւ գա իրավիճակ, որտեղ սատանան քեզ ասի դու մենակ ես, քեզ вообще պետք չես Աստծուն։ Բայց Տերը ինչ ասե քեզ, Տերը քեզ ասե ես քեզ չեմ թողնի եւ չեմ լքի։ Եբրայեցիների 13:5 խոսքն է, որը Հեսուի գլխի խոսքերն են, ես քեզ չեմ թողնի եւ չեմ լքի, դու երբեք մենակ չես։ Եվ երբ որ քո մտքերը տանում են քեզ այն վայրը, որտեղ դու քեզ մենակ ես զգում, հիշի էտի, որ դու մենակ չես։ Սատանան գալու է քեզ պատմի, որ դու ոչնչություն ես, որ դու ոչինչ նշանակություն չունես, բայց ինչ ասում Տերը, Պետրոսի 2:9 խոսքերում Տերն ասում է, բայց դուք ընտիր ցեղեք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծո սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակենք նրա առաքինությունը, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։ Տեսեք ինչ լավ խոսքեր է մեզ ասում Պետրոսի 2:9 խոսքի մեջ Տերը ասում է, դու սքանչելի ժողովուրդ ես, սքանչելի ցեղ ես, քահանայություն, սուրբ ազգ։ Իսկ սատանան գալու է քեզ ուղիղ հակառակը ասի, որ դու ոչինչ ես, որ դու նշանակություն չունես իր արքայության մեջ, որ քո եղած չեղած լինելը ընդհանրապես չի հետաքրքրում Աստծուն։ Եվ այդպես շարունակ նա մեզ սկսում է խաբել այնքան ժամանակ, մինչև որ մենք դադարում ենք իր ստրին հավատալ։ Ինչի համար է կարևոր, որ մենք հասկանանք էդի, որ իր այդ հավատալը այդ ստերին բերում է երկրորդ ստի, երրորդ ստի։ Դա այնքան ժամանակ է տևում, մինչև որ մենք ստոպ ենք տալիս, մենք մինչև բարիերա ենք անում։ Ինքը երբ որ նայեք, սատանան էլ հենց չի վատնելու իր ժամանակը։ Երբ որ մենք դադարում ենք հավատալ այդ ամենին, ինքը հասկանա, որ այդ քո վրա այդ մեթոդը չի գործում։ Միգուցե ինքը ուրիշ մեթոդներ հետո մտածի, որ քո վրա ոնց կգործի, բայց այդ մեթոդը քո ինքնության հետ գործ ունեցող մեթոդը քո վրա չի գործում։ Եթե դու չհավատաս, որ դու քահանա ես, որ դու սուրբ ես, որ դու նոր ցեղ ես, դու չես կարող նոր մարդ դառնաս։ Դու չես կարող դառնաս այն, ում որ չես հավատում։ Եթե դու հավատում ես, որ դու լավը չես, դու չես կարող լավը դառնաս։ Դու պետք է հավատաս, որ դու լավն ես։ Դու պետք է հավատաս, որ դու մարգարե ես, որպեսզի կարողանաս մարգարեություն անես։ Դու պետք է հավատաս, որ դու փրկված ես, որպեսզի այդ փրկության տարածքը մտնես։ Այլապես այդ քո հավատքը միտքդ գալու է կտրտի, եթե ինչ որ բաներ անցյալից գան քեզ խաբեն։ Եվ ոնց է այդ ամբողջը կատարում։ Մենք ունենք օգնական Սուրբ Հոգին։ Տերը թողել է մեզ ու գնացել է եւ Սուրբ Հոգին ավարկի, որպեսզի մեզ զգայարանները սենսիտիվ սարքի, ավելի նուրբ սարքի, ինչա կատարվում մեր մտքերի վրա։ Եթե մենք ուշադիր լինենք, մեր մտքերը ղեկավարենք, գերի վերցնենք այն ամենը, ինչ որ չի պատկանում այնտեղ, սատանան չի կարող գործի։ Եվ մենք պետք է սերտ հարաբերություններ ձևավորենք Սուրբ Հոգու հետ, մոտիկանանք։ Այնպիսի մոտիկություն, որ զգայարանները ավելի մենք զգայարաններով ենք, չէ՞, ասացինք, որ զգայարաններով, զգացմունքային չէ, բայց զգացմունքային չէ, ինտուիցիայով։ Ինտուիցիան պետք է ավելի զարգացնենք։ Մեր գիտակցությունը, ինտուիցիան եւ հաղորդակցությունը պետք է իրար հետ համահունչ լինեն։ Հաղորդակցությունը Աստծո հետ կարանք անենք ոնց, Սուրբ Հոգու միջոցով։ Այդ հաղորդությունը պետք է ուժեղացնենք, որ ամեն անգամ հարցնենք, Տեր, ի՞նչ է քո կամքը։ Տեր, ի՞նչ է ձևավորվում այս պահին։ Տեր, ես լսեցի այս ինֆորմացիան, դա ինձ համար լավ է, թե վատ է։ Ի սկզբանե վատ ինֆորմացիան կարող է հետո շատ լավ լինի, բայց մենք այդ ամբողջը կոտրենք մեր հավատքով, որ չհավատանք այդ Աստծո տված խոստումից, այլ լսենք ինչ որ լսեցինք եւ տեսնենք ինչ որ տեսանք եւ հավատանք այդ ճշմարտությունից։ Աստծո ձայնը քեզ երբեք մեղադրյալի տեղ չի դնի։ Աստված քեզ ասում է, սա սխալ է, բայց վերադարձի իմ մոտ։ Իսկ մեղադրյալը ասում է, այսինքն մեր ճշտամին մեզ ասում է, սա սխալ է եւ դու հետադարձի ճանապարհ չունես։ Դու ոնց կայ նենց է մնացել ես։ Բայց Աստված ասում է, բալե սխալ ես արել, բայց դու արի իմ մոտ, ես քեզ ցույց կտամ ճշմարտությունը։ Եվ մենք պետք է միշտ դա հիշենք։ Զաքարիայի 3-րդ գլխում շատ լավ նկարագրված այդ մեղադրողի եւ դատապաշտպանի, այսպես ասած, դիրքը։ Եկեք կարդանք ինչ է ասում այստեղ։ Այստեղ տեսնում ենք, որ քահանայապետ Հեսուին սատանան կանգնած է նրա կողքին եւ իր մեղադրելու համար։ Եվ ասում է, որ ինքը կեղտոտ հանդերձներով է
Իսկ հրեշտակը, Աստծո հրեշտակը Զաքարիա 3-րդ գլուխ 2-րդ խոսք ասում է, եւ Տիրոջ հրեշտակն ասաց Սատանային. Տերը թող հանդիմանի քեզ, ով Սատանա, եւ թող Տերը, որ ընտրել է Երուսաղեմին, քեզ հանդիմանի։ Միթե սա կրակից ազատված խանձվողը չէ։ Հեսուն կանգնած էր կեղտոտ հանդերձներով այդ ժամանակ, հա, այդ պատկերը պատկերացրեք, Հեսուն կեղտոտ, եւ Սատանան ցույց է տալիս նրա կեղտոտ շորերը։ Այդի մեզ միշտ վերում ցույց է տալիս։ Այդ միշտ մեր կեղտոտ շորերը վերում ցույց է տալիս։ Հիշի դու ով ես, հիշի թե դու ինչ վատ բան ես արել, հիշի թե քո ցեղի մեջ ինչա կատարվել, ինչքան վատ բաներ ես արել։ Այդ ամբողջ հիշողությունները Սատանան վերում է։ Հենց այդ կեղտոտ շորերն են, որ այստեղ նկարագրում է։ Բայց Աստված ցույց է տալի նրա մաքրումը, հա, այդ մաքրումը, որ ասում է հանում է կողք կեղտոտ հանդերձները եւ տալիս է նոր հանդերձներ։ Մենք այդ պատկերը պետք է մեր վրա կանչենք։ Ես տեսել եմ այն օրը, որ ես ընդունել եմ Հիսուսին, որ իմ վրայից հանվել են կեղտոտ շորերը, ես հագել եմ նորը, վերջ, ես չեմ վերցնում այդ Սատանայի թշնամու այդ վերած ստերը։ Մինայի, ընդհանրապես մինայի քո կեղտոտ հանդերձներին, եթե կկարողանաս քո ուշադրությունը, քո տեսիլքից շատ բան է կախված, քո տեսիլքը ուղի քո մաքուր շորերին, հիշի, որ դու սպիտակ զգեստներով ես, հիշի, որ դու ընտրված ցեղ ես, հիշի, որ դու քահանա ես եւ սուրբ ես, եւ Տերն ասում է, այո, դու սխալ ես արել, բայց արի իմ մոտ, եւ մնացած բաներին մի հավատա։ Մեր վստահությունը ի Աստված թույլ է տալիս Սուրբ Հոգուն գործելու մեր մեջ, ուժեղացնելու մեր մեջ այդ մոտիկությունը Աստծո հետ։ Երբ որ մեր վստահությունը ուղիղ նայում է Հիսուսին, մենք ուղիղ նայում ենք Հիսուսին, չենք նայում աջ ու ձախ, ինչպես որ Հեսուին ասում Տերը, մի նայի աջ ու ձախ, ասում է իմ օրենքը քո շուրթերի վրա դիր եւ իմ օրենքով շարժվի եւ դու չես եթե չնայես աջ ու ձախ, քո ոտքը որտե դնես օրհնված է լինելու։ Եկեք Պետրոսի պատմությունն է նույն ձևի, որ Պետրոսը ջրի վրայով քայլում էր, ինչ ասեց Հիսուս իրան, այսինքն Պետրոսը ինչ ասեց Հիսուսին, Պետրոսն ասաց, Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ, Հիսուսը ասաց, արի, Պետրոսը դուրս եկավ նավից եւ քայլեց, այսինքն մարդկային տեսակից դա անհնար բան արեց, բայց մենք գիտենք, որ ի սկզբանե Հիսուսն էր քայլել իր առջևից, դրա համար արդեն Պետրոսը գիտեր, եթե Հիսուսը որպես մարդ արդեն կարողացա ջրի վրա քայլել, ինքն է կկարողանա։ Դրա համար ասում է, եթե դու ես, ինձի կանչի, ես է քայլեմ։ Եվ մարդկայինորով անհնար բանը ինքը կարողացավ անել։ Բայց քանի դեռ նրա հայացքը Հիսուսի վրա էր, նա քայլում էր։ Հետո ինչ որ մի բան փոխվեց, այսինքն փոթորիկ բարձրացավ եւ ալիքները բարձրացան, սաստիկ քամին տեսնելով վախեցավ եւ ինքը կորցրեց այդ հնարավորությունը քայլելու։ Նույնն էլ մեր վրա է նույն բանը։ Ոչինչ չփոխվեց, բացի իր մտքից։ Նույն Պետրոսն էր, նույն Հիսուսն էր իր դեմը կայնած, նույն ծովն էր, ամեն ինչ նույնն էր, բայց իր միտքը, Պետրոսի միտքը, որ շեղվեց Հիսուսից եւ տեսավ քամին, տեսավ փոթորիկը, սաստ ինչ որ շուրջը բարձրացավ, դա իրան բերեց վախի մեջ, որը որ փոխեց իրավիճակը, փոխեց նրա հայացքը, հա, նրա տեսիլքը փոխեց։ Մինչև այդ ինքը քայլում էր այն տեսիլքով, որ ինքը դեպի Հիսուս է գնում։ Հետո իր տեսիլքը փոխվեց, որ ասեց՝ վայ, ջրերի վրա իմ կողքը ալիքներ են։ Եվ այդպես իր տեսիլքի փոփոխությամբ, իր մտքի վրա ազդեցությամբ, իր մտքի վրա այդ ուժը չկարողանալով գործադրի, որ իր գիտակցությունը Հիսուսի վրա պահի, ստեղ էսի նկարագրումը նրա համար, որ մենք հասկանանք ինչպիսի նույն իրավիճակի մեջ ինչ տարբեր բաներ են կատարվում։ Նույն իրավիճակը, նույն ջուրը, նույն Հիսուսը, նույն Պետրոսը, բայց չկարողացավ էլ քայլել ջրի վրայով, այլ սկսեց խորտակվել։ Որովհետև միտքը հաղթեց այդ պահին, իր միտքը շեղեց Հիսուսի վրայից իրավիճակին։ Բայց եթե մենք նայում ենք Հիսուսին եւ մեր հայացքը պահում ենք Հիսուսի վրա, մենք հասկանում ենք, որ Հիսուսը ավելի մեծ է, քան յուրաքանչյուր փոթորիկ, յուրաքանչյուր քամի, յուրաքանչյուր ծով ու ալիք, կայծակ, ամեն ինչ, իրան է երթարկում ամեն բան։ Եվ մեր հոգեվոր պայքարը սկսվում է մեր մտքերի մեջ։ Բ Կորինթացիների 10-րդ գլուխ 5-րդ խոսքն ասում է. Քանդում ենք խորհուրդները եւ ամեն բարձր բան, որ բարձրանում է Աստծո գիտության դեմ։ Եկեք նորից կարդանք. քանդում ենք խորհուրդները դա հին բաներն են, հին սովորությունները, խորհուրդները, ամեն ինչ որ անցյալից է եկել, ամեն բարձր բան, այսինքն մենք ունենք կոշտուկներ մեր մտքերի վրա, բարձունքներ, որ խանգարում են, հա, ասում որ բարձրանում են Աստծո գիտության դեմ։ Մեր մեջ կան բաներ, մեր մտքի վրա ձևավորված ճարպեր կարելի ասել, որոնք խանգարում են, որ Աստծո գիտությունը ներխուժի, եւ մենք պետք է քանդենք դրանք ակտիվ։ Եվ հետո ասում եմ, եւ գերի ենք վերցնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Մենք ունենք այդ իշխանությունը։
Մենք պետք է ակտիվ կոտրենք այդ բարձունքները եւ գերի վերցնենք այդ մտքերը։ Եվ ամեն միտք, որ իմ գլխի մեջ հայտնվեց, դա չի նշանակում, որ դա ճշմարտություն է, դա չի նշանակում, որ ես դա պետք է իրագործեմ, դա չի նշանակում, որ դա ես պետք է անեմ։ Մեր հին մարդը սովոր է իր էգոիզմին, իր ինքը ես գիտեմ ինչ եմ անում, ես գիտեմ ուր եմ գնում, ես գիտեմ ոնց եմ վարում, բայց մեր մտքերը միշտ չի որ ճիշտ տեղից են գալիս։ Եվ այդ մտքի սխալ տեղից գալը մեր զանազանելու համար պետք է իմանանք, համաձայն է ես իմ միտքը Աստծո կամքի հետ թե ոչ։ Իմ գիտակցությունը պետք է հաստատի այդ միտքը։ Եթե իմ գիտակցությունը այդ միտքը հաստատեց, ուրեմն ես կհասկանամ, որ ես Աստծո կամքի մեջ եմ, բայց եթե իմ գիտակցությունը դատարկ կա, ոչինչ չունի, չի կարա ինձ հաստատի։ Դա համար մենք պետք է շատ ուժեղ լցվենք Աստծո գիտությամբ։ Ոչ թե լցվենք մենակ այն խոսքերով, որ ընդհանուր ինչ է ասում Աստվածաշունչը, այլ հասկանանք, որտեղ է ճշմարտությունը։ Որտեղ է ճշմարտությունը, 1000 անգամ կարդալով Աստվածաշունչը միգուցե ճշմարտությունը չիմանաս։ Ճշմարտությունը փնտրելով, հայտնություն խնդրելով Սուրբ Հոգու միջոցով, որ ինքը քեզ բացի թե դու ով ես, այդպես ես իմանալու ճշմարտությունը։ Լիքը մարդիկ Աստվածաշունչը շատ լավ գիտեն, բայց ճշմարտությունը չգիտեն։ Լիքը մարդիկ գիտեն անգիր խոսքեր, բայց այդ խոսքերը չեն կարող վերցնեն, որովհետև Սուրբ Հոգու հետ չեն առնչվում։ Սուրբ Հոգին չի մտնում իրանց մեջ։ Այդ բանը, որ այդ ժամացույց կա, չէ՞, որ sense ֆռումա սաղ իրար մեջ են մտնում, չէ՞, որպեսզի այդ ժամացույցը ֆռա, այդ ֆռիկը իրար մեջ չի մտնում։ Եվ այդ պահը չի կատարվում, որ դու համահունչ լինես խոսքի հետ։ Եվ մենք պետք է շատ ուժեղ խնդրենք Աստծուն, Սուրբ Հոգուն խնդրենք, որ ինքը մեզ առաջնորդի, ինքը ցույց տա մեզ եւ անտարբեր չլինենք։ Անտարբերությունը հիմարության սկիզբն է։ Անտարբեր մի եղի նրան, ինչ շանս քեզ տրված է։ Եթե դու անտարբեր ես քո շուրջը կատարվող իրավիճակին, թողում ես ինքնահոսի, դա ամենամեծ հիմարությունն է, որ դու ունես զենք, որ կարաս օգտագործես եւ չես օգտագործում, թողում ես, որ թշնամին գա քեզ սպանի։ Ինչ որ քո տարած գրավի։ Դրա համար անտարբեր մի եղեք, անտարբերությունը շատ վտանգավոր է եւ անտարբերությունը դառնում է սովորություն։ Եվ սատանան կարա քեզ այդ անտարբերության մեջ գտնի երկար ժամանակ քեզ ձեռք տալով, որպեսզի դու մտնես այդ անտարբերության մեջ։ Որպեսզի ասես դե լավ, սենց էլ է լավ, ոչ մի բան չի կատարվում։ Բայց մի օր քեզ նենց հարված եւ դու քո ժամանակը, որ դու ունեիր, որ կարայիր սովորեիր բաներ, որ աստվածային են, չօգտագործեցիր։ Դրա համար Աստծո զավակ, օգտագործի ամեն վայրկյանդ աստվածային ճշմարտությունով լցնելով քո միտքը, նամանավանդ այն ճշմարտությունով, թե դու ով ես։ Դա ամենակարևոր ճշմարտություններից է։ Իմացեք, թե դուք ով եք Աստծո մեջ։ Դուք չեք կարա իմանալ, թե դուք ով եք Աստծո մեջ, որովհետև աշխարհը ձեզ դա չի պատմել։ Դուք չեք կարա մենակ լսելով իմանալ, թե դուք ով եք։ Դուք պետք է ինքներդ զգաք։ Դուք պետք է ապրեք այդ պահը, որ դուք ով եք։ Դուք պետք է մտնեք այդ դերի մեջ։ Դուք պետք է այդ հագուստի մեջ մտնեք եւ ձևավորվեք։ Ինչքան էլ ձեզ պատերազմի սահմաններից պատմեն, ոչ մեկ չի կարա իմանա սահմաններում ոնց է, եթե ինքը ինքնին չի եղել սահմանի վրա։ Երբ որ դու գնում ես ֆրոնտ, ճակատ, այսպես ասած, այդ ժամանակ հասկանում ես ինչ է նշանակում ճակատում լինել։ Թեորիան քեզ չի օգնելու, դու պետք է պրակտիկորեն մտնես ամենտեղ։ Պրակտիկորեն մտնես այդ մաքուր շորերի մեջ, այդ Հեսուի մաքուր շորերի մեջ, պրակտիկորեն դառնաս քահանա, պրակտիկորեն դառնաս այդ սուրբ ցեղը, ասես ես սուրբ եմ եւ պրակտիկա ապրես այդ սրբության, որ քայլես ու մարդիկ տեսնան, որ դու լույս ես, որ աղդ աղի դառնա եւ յուղդ անդադ լցնես։ Այդ ամբողջը հենց այնպես չի գրված։ Դրա համար մենք պետք է անընդհատ թարմացնենք մեր մտքերը եւ գերի վերցնենք այն ամենը, ինչ դեմ է հելնում Աստծո խոսքի դեմ։ Պողոսը գրում է այսպես Հռոմեացիների նամակի 12:2 խոսքով, ասա՝ մի կերպարվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք, նորոգեցեք ձեր մտքի նորոգությամբ։ Ինչի համար այդ մտքի նորոգությունը այստեղ ամեն տեղ գրված է, շատ տեղերում է գրված մտքի նորոգության մասին։ Դրանից է ամեն բան կախված։ Դրանից է կախված ամեն ինչ, քո տարածքները պաշտպանված են, թե պաշտպանված չեն։ Դրանից է կախված քո յուրաքանչյուր որոշում եւ քո ապագայի, քո ցեղերի, քո սերունդների հետ կապված ամեն բան կախված է դրանից։ Դրանից է կախված, թե դու քայլում ես այս աշխարհի քո առաքելության մեջ կամ կմտնես ընդհանրապես քո առաքելության մեջ, թե չես մտնի։ Լիքը մարդիկ կան, որ երբեք չեն մտնում այդ առաքելության մեջ, ուղղակի չիմանալով, թե իրանք ով են։ Հավատալով ինչ որ մի բանի, որ իրանք ասել են, թե իրանք ով են։ Եվ աշխարհը քեզ կարա վախացնի, պատերազմներով, երկրաշարժներով, կողքդ կատարող սպանություններով, վայ վույ է այս աշխարհի վրա։ Եթե նայում եք ինչ է կատարվում, տղամարդը կինը, կինը տղամարդ է, եկեղեցիները արդեն միասեռ ամուսնություններ են անում, պատերազմներ են գնում, եղբայրասպանություն է գնում, մայրերը իրանց երեխեքին են թողում, ամեն ինչ ասես կատարվում է։
Եվ այդ վախը քեզ կարա բերի, սատանան կարա քեզ վախացնի այդ նույն բաներով, որ դու սկսես վախենալ քո համար։ Բայց Աստծո խոսքը ինչ է ասում քեզ։ Աստծո ասում է Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո եւ ողջամտության հոգի։ Հզոր հոգի է մեզ տվել Աստված, մենք պետք է հզոր լինենք, մենք չպետք է վախենանք այդ ամեն ինչից։ Դա մեզ չի վերաբերում, մեզ այնքանով է վերաբերում, որ մենք պետք է փրկություն բերենք այն մարդկանց համար, ովքեր որ փրկված են, ամենամեծ գործը անենք։ Գնացեք բռնեք մեկի ձեռքը պատմեք Հիսուսի մասին, վերջ, դա ամենամեծ գործն է։ Մենք չենք կարող այս աշխարհի իրավիճակները փոխենք, եթե մենք մեզ չկարողանանք փոխենք։ Ոնց կարաս դու չկարողանաս քեզ փոխես եւ ուզենաս մեկի ընտանիքը, մեկի քաղաքը կամ ազգը փոխես, բայց այդ ամեն ինչը կարա բերի դեպի փոփոխության։ Այդ փոփոխությունը կարա կայանա, եթե դու քո միտքը փոխես, կարաս նաև փոխես բաներ, որոնք որ քո տարածքներից դուրս են, որտեղ դու արդեն այն սալդատից դառնում ես օֆիցեր, օֆիցերից դառնում ես գեներալ, գեներալից դառնում ես արդեն լրիվ ստրուկտուրա գծողներ, եւ գալիս է մի պահ, որ դու տեսնես քո ձեռքի տակ է լիքը որոշումներ, որ դու կարաս կայացնես, բայց սկիզբն է, որ դու սկզբից հասկանաս թե ով ես դու, որ բանակին ես դու պատկանում, որ ցեղին ես պատկանում, որ աշխարհին ես պատկանում։ Եվ հին քաղաքացիություն պահելը նորի հետ, որպեսզի գոտաներ ունենաս երկու տեղից, դա քեզ ոչ միտեղ չի տանելու։ Դա այս աշխարհի գործիքն է, որ մարդիկ Գերմանիայում են ապրում, բայց հայկական քաղաքացիներ են, պահում, ընդեղել են օգտվում, դա այս աշխարհի դիրքն է։ Աստված քեզ լիարժեք է ուզում։ Դու պետք է թողես այդ աշխարհի ամեն ինչը, ընդեղի քաղաքացիությունը, ընդեղի սովորությունները, ընդեղի ամեն ինչը պետք է թողես, որպեսզի այդ քո պատկանելիությունը հաստատ լինի։ Տերը ինչա խոստվում է, Տերը ասել է ես ձեզ հետ եմ բոլոր օրերում մինչև աշխարհի վերջը։ Տեսեք, եթե աշխարհի վերջ հասկացողությունը մարդիկ տարբեր ձև են հասկանում աշխարհի վերջը, հասկանում են մոլորակի վերջը, հա, այսպես աշխարհը հասկանում որպես մոլորակ, բայց աշխարհը մոլորակը չի, աշխարհը այս իրավիճակն է։ Այս իրավիճակի վերջը, այս աշխարհի վերջը, մինչև այս աշխարհի վերջը Տերը մեզ հետ է, մենք վախենալու ոչինչ չունենք։ Վախեցնում է աշխարհը, բայց մենք պետք է բռնվենք այս խոսքից։ Այո, այս աշխարհը վախենալու է, բայց ես ինչ գործում եմ այս աշխարհի հետ։ Ես ուրիշ երկրի, ուրիշ տեղի, ուրիշ վայրի քաղաքացի եմ։ Ես այս աշխարհի վրա դեսպան եմ, որպեսզի իմ դեսպանության գործը անեմ։ Եվ իմ Տերը միշտ ինձ հետ է, Հիսուս Քրիստոսը ինձ հետ է, Սուրբ Հոգին ինձ առաջնորդում է ճիշտ գործեր անելու, ճիշտ քայլեր անելու, ճիշտ բաներ անելու, եթե ես ունեմ այդ հաղորդակցությունը, եթե ես չեմ ընկնում մտքի ու զգացմունքների մեջ, ձեր զգացմունքները ձեր թշնամին են։ Մի թույլ տվեք, որ իրանք բարձրանան, զգացմունքները, էմոցիաները ձեր թշնամին են։ Էմոցիաները կարան ձեզ գցեն շատ վատ տեղ։ Էմոցիայի որոշումները մեջ սխալ որոշումներ, որտեղ իմպուլսիվություն է գալիս։ Էմոցիան կարա վախի մեջ գցի, ուրախության մեջ գցի, դու կարաք մի հատ հնդկական կինո նայեք, սկսեք լացել։ 3 րոպե ձեր երեխեն գա դիմի հատ ոտանավոր ասի, սկսեք ծիծաղել։ Էմոցիան այդ ձևի բան է։ Մի հատ լավ էր, մեկ էլ վատացավ, կամ էլ վատ էր, մեկ էլ լավացավ։ Կայունություն չկա այդտեղ։ Կայունությունը Աստծո հաղորդակցության մեր գաղափարի դասավորվածության, որ տալիս ենք Աստծուն, ասում ենք, Տեր, դու դասավորի մեր մտքերը, դու թույլ տուր մեզ հասկացողություն ձեռք բերենք, որպեսզի այդ գիտակցությունը մեր վրա կարողանա այն գործոնը գործի, որ մեր միտքը իշխանություն չվերցնի մեր վրա։ Եվ մեր հոգին կձևավորվի ճիշտ ճանապարհով, միացված Աստծո հետ։ Եվ Աստված ասել է, իմ շնորհը քեզ բավարար է։ Մենք ինքներս մեր ջանքերով չենք կարալու դա անենք։ Մենք պետքա դիմենք Սուրբ Հոգու, մենք պետքա խնդրենք Տիրոջը, որ Տեր, արա այն, ինչը որ դու ես տեսնում, որ ճիշտ է իմ մեջ։ Մեզանից մենակ կախված է այն, որ մենք տեսնենք այդ բաները, չանտեսենք, չարհամարենք։ Եվ ես այսօր բոլորիդ խորհուրդ եմ տալիս, վերցրեք թուղթ ու գրիչը եւ գրեք այն բաները, որ ձեր հին մարդը դեռ անում է։ Եթե ձեր բերանը բամբասում է, գրեք ես դեռ բամբասում եմ։ Եթե ձեր մարմինը ցանկություններ ունի, շոփինգ ա ուզում անի, գրի ես շոփինգից կախված եմ։ Եթե շատակերություն ա, գրի ես շատակեր եմ։ Այդ բաները բեր Աստծո առաջ, ասա Տեր, ես այս 10-անոց ցուցակը գրել եմ, ես այս սրանից ուզում բրծնեմ։ Ինչ անեմ, Տեր ջան։ Խնդրեք Սուրբ Հոգուն եւ ինքը կազատի, բայց ամենակարևորը, որ դուք սկզբից գտնեք դա։ Եթե դուք արհամարում եք այդ ամբողջ անցյալի մարդուն, որ ձեր մեջ դեռ բնակված է, դուք արհամարում եք այդ մաքուր շորը, որ ձեր վրա հագած է։ Որտեւ այդ մաքուր շորը անդադ Էսյանեյան է քաշվում։ Հին մարդը տանում է Էսյանեյան, չի կարող ձևավորվի այդ շորի մեջ։ Գրեք այսօր, նստեք 10 կետ գրեք, ինչն է ձեր հին էությունից մնացել, բարկությունն է։
Տղամարդիկ կարող է սովորություններ ունեն, որովհետև որ մեկ-մեկ ծխում են, կամ մենք կարող է սովորություն անենք, որ մեկ-մեկ չգիտեմ ինչ ենք անում։ Լիքը բաներ կարաններ, որ անցյալից դեռ մեզ խանգարում են։ Սովորություններ, որ ճիշտ չեն, սերիալն ենք նայում։ Սերիալ նայելու այդ հիվանդությունը Հայաստանում ամբողջ ազգը սերիալ է նայում։ Այդքան ժամանակի վատնում, ինչպիսի թանկ ժամանակ է մեր ժողովուրդը ծախսում, կորում է այդ ժամանակը չի վերադառնալու։ Մի րոպե հետո դու ոչինչ չես կարող վերադարձնել, եւ վաղվա վրա մենք գարանտիա չունենք, քո կյանքը կարող վաղը վերջանա։ Դու պետք է լինես պատրաստ Հիսուսի գալուն։ Երբ որ ասում ես հայր, թող գա քո արքայությունը, դու պետք է հասկանաս, որ Աստծո արքայությունը կարա գա եւ դու պատրաստ չլինես։ Դու սերիալ նայելով ես զբաղված, կամ ինչ որ բանով ես զբաղված, որով կարևորություն չէր այս պահին քո համար, որ դու Աստծո մեջ իմանաս, թե դու ով ես, քո ինքնությունը մաքրի, քո սրբությամբ զբաղվի նրանով, որ Աստծո արքայությունը առաջ տանես, Աստծո արքայության մեջ դեր խաղաս, որ դու ճակատամարտում չկանգնես ու քեզ խփեն չիմանաս ավտոմատը ոնց օգտագործես, որովհետև քեզ տվել են զենք, բայց դու այդ զենքը չես սովորել ոնց օգտագործեն։ Քեզ տվել են խրամատ, դու չգիտես այդ խրամատի որանկյունը ինչի համար է։ Քեզ տվել են սպառազինություն, դու չես իմանում դա ոնց օգտագործես։ Այդ հմտությունները մենք պետք է ձեռք բերենք, այդ գիտակցությունը պետք է գա մեր վրա, որպեսզի մենք չլինենք պարտվածների մեջ։ Հռոմեացիների 8:15 խոսք ասում է դուք ստրկության հոգի չստացաք, դուք որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգի ստացաք։ Ինչի համար այստեղ խոսում վախենալու մասին, որտեղ վախը ամենամեծ գործիքներից է, որ մեր վրա գործում է։ Մենք վախենում ենք մեր ֆինանսների համար, մեր առողջության համար, մեր երեխեքի ապագայի համար, մեր թղթաբանական գործերի համար, մեր ստատուսների համար։ Ամեն տեսակի վախեր են մեզ տիրում։ Վախենում ենք երազներից, վախենում ենք կենդանիներից նույնիսկ։ Վայ շունը, վայ ծիտիկը, վայ մեծ թռչունը, ինչ վախ ասես գոյություն, սարդից ենք վախենում, մի հատ փուճուր սարդից մենք վախենում ենք։ Տեսեք սատանան ոնց է կարողանում վախը օգտագործի մեր դեմ։ Բլոճից ենք վախենում, որ մի հատ ոտով կխփենք կընկնի ինքը։ Բայց վախենում ենք։ Դրանք նորմալ բաներ չեն, մենք պետք է ազատվենք այդ ամեն ինչից։ Պետք է ազատվենք այդ նույնիսկ ամենափոքր վախից պետք է ազատվենք, որովհետև դա նորմալ չի։ Նորմալ չի, որ եկա մեծ մարդը վախենում է մի հատ փուճուր սարդից։ Չեք կարող բացատրել, որ դա նորմալ է։ Դա վախեր են, որ մեր մեջ տեղավորվել, ձևավորվել են ինչ որ տեղերից, անցյալից։ Մեր մաման է վախեցել, մեր տատիկն է վախեցել, կամ սարդի պատմություն ենք լսել, կամ չգիտենք իրանք ինչ են անում ընդհանրապես։ Մեր տգիտությունն է կարող է այդտեղ գործում, որ չենք իմանում կենդանիները ոնց են, ինչ են անում։ Այստեղ չեմ խոսում զգուշության մասին, այստեղ խոսում եմ վախի մասին։ Եվ այս խոսքերը ասում են, որ ես վախի ստրուկը չեմ։ Տեսեք, ասում է դուք ստրկության հոգի չստացաք, որ դարձյալ վախենաք, որովհետև ստրկության հոգին է վախի հոգին։ Այստեղ համեմատություն է գալիս, դուք ստրկության հոգի չստանաք, որ դարձյալ վախենաք։ Դարձյալ, այսինքն նորից վախենաք։ Վախի մեջ մնում են մենակ ստրուկներ ես, հա, այդ կոնկրետ է բացատրում։ Վախի մեջ մենակ ստրուկներն են ապրում։ Իսկ դու Աստծո զավակ ես։ Եվ քո մտքերը մի տուր սատանային այդքան, մի տուր քո վախերին, մի տուր ինչ անում սատանան, տուր Աստծուն, ինչ անում Հիսուսը, ինչ անում Հիսուս Քրիստոսը, ինչքան դու տալիս ես իրան վախերին, այնքան ինքը գալու է նոր վախեր բերի քո մեջ, որովհետև ինքը արդեն մեթոդը գտել է, դու ուշքը միտքդ վախն է։ Բայց երբ որ դու տալիս ես քո ուշքը միտքը Հիսուսին, ինքը չի կարող քեզ տիրապետի, ինքը չի կարող քեզ վախով արել, որովհետև դու վախի պատասխանը ունես։ Ասես ես գիտեմ ում եմ պատկանում, հա, օքեյ, ես ինչ իրավիճակը սենց է, բայց ես ունեմ Աստված։ Okay, ֆինանսներս լավ չեն, բայց ես Աստված ունեմ, իմ մատակարարի չի ինքն է, դու չես սատանա։ Դու ինչ չես կարող պատմես ես ով եմ, որովհետև իմ Տերը ճեղքում բերող է, ծովեր բացող է, քարից ջուր բերող է, մանա թափող է ինձ համար։ Երեխովի պատերը քանդող է, ամեն բան, ասել է աջ ու ձախ չնայես, քայլի եւ քո ոտի տակ օրհնված է լինելու, այդ է մեր Աստված։ Դրան պետք է հավատանք, ոչ թե հավատանք, թե ինչ վախեր կան։ Վախերը միշտ եղել են աշխարհի վրա, լինելու են աշխարհի վրա, բայց քո ներսը չպետք է այդ վախը տիրի։ Քո ներսը պետք է դերի Աստծո լույսը։ Դու լույսի զավակ ես, դու նոր ցեղ ես, սրբություն ես, քահանա ես։ Այդ ազնվությունը, որ դրել է Տերը քո մեջ, այդ ազնիվ հասկացողության, մաքուր հասկացողության, այդ դեպի վերցնես եւ ամուր մնաս այդ որդատունկին, ամուր այդ սոկը Հիսուս Քրիստոսի հետ պետք է քեզ անդադ միացնի, Սուրբ Հոգին պետք է քեզ անդադ իր հետ պահի, որ հանկարծ սատանան քեզ չկարողանա խաբի։ Մի վախեցի իրանից, տշի իրան քո կյանքից, դուրս հանի իրան, ոչ մի վախի մի տրվի։ Իմացի ամեն ինչ որ նեղ իրավիճակ է գալիս, ասա եկել է Աստծո փառքի համար։ Իմացի որ Աստված նեղ իրավիճակներ միշտ ստեղծել է։
որպեսզի իր փառքը երևա։ Հեբրայեցի ժողովուրդը, երբ որ դուրս է եկել Եգիպտոսից, մինչև Կարմիր ծովին հասնել, այդ ծովը չի բացվել։ Իրանք չեն իմացել ուր են գնում։ Իրանք գնացել հասել են այդ ծովի առաջ են կանգնել։ Նոր երբ որ գավազանը բարձրացրել է Մովսեսը, ծովը բացվել է։ Ինչի համար Տերը տենց արել, որ իրանք մինչև վերջի վարքյան այդ հրաշքը, այդ որպես հրաշք դառնա։ Եվ որ իրանք վազեին ծովը բացված ծովից, իրանք չէին ջոգի, որ այդ ծովը բացված է, թե ինչ ա եղել։ Այդ իրանք աչքի առաջ բացվեց։ Երիխովի պատերը, երբ որ Հեսուն ու Քալեբը ասեցին, այդ պատերը մեզ չեն վախեցնում, մնացածը վախեցան։ Այդքան մարդկանց մեջից մենակ Հեսուն ու Քալեբը չվախեցան։ Ասին ոչ, մեզ պատերը չեն հետաքրքրում, մենք Աստված ունենք, եւ այդ պատերը քանդվեցին։ Բայց իրանց տեսիլքը, իրանք տեսնում էին հաս պատեր եւ հսկաներ, մնացած մարդիկ էլի։ Բայց Հեսուն ու Քալեբը տեսնում էին Աստծո աչքերով։ Եվ մեզ պետք է որ Աստծո աչքերով նայենք այդ իրավիճակներին եւ չտեսնենք այդ գողիաթներին, այ տեսնենք այն քարը, որ գողիաթին խփելու է։ Չտեսնենք այն ամեն ինչ, ինչ մեր առաջ դրված, այլ տեսնենք աստվածային լուծումներ։ Հիշեք, դրա համար կարևոր է որ դուք Աստվածաշունչ ունենաք, որ հասկանաք, ձեր դեմը պատ է հելած, ուրեմն Երիխոյի պատերը կքանդվեն։ Ձեր դեմը ծովը դրված, ձեր հետևից ընկած է ֆարաոնը, ձեր դեմը ծովը բացվելու է, եւ ֆարաոնը խորտակվելու է դրա մեջ։ Դրա համար է կարևոր որ դուք Աստվածաշունչ ունենաք։ Տանում են ձեզ ստրկության, դա նրա համար է որ ֆարաոնի կողքը պետք է նստեք եւ ղեկավարեք ուրիշ ազգերով, ինչպես որ Հովսեփն արեց։ Մի վախեցեք, ամեն ինչ ունի աստվածային նպատակ։ Ինչ որ Տերը ձեր կյանքում ոլոր-մոլորա, ինչա ոնց է կապ չունի, վստահեք Աստծուն։ Վստահեք, չկա Աստվածաշնչյան ոչ մի հերոս, որ մի անգամից ամեն ինչ ստացած լինի։ Աբրահամը Իսահակին սպասել է երկար տարիներ։ Իր այդ մարդկային այդ մտքի պատճառով, որ միտքը բրթեց, ինքը ծնվեց Իսմայիլ, բայց իրականում երկար սպասողություն եղավ եւ հավատարմություն ունեցավ Աստծո հանդեպ ինքը։ Նաեւ Սառան ինքը քմծիծաղ տվեց, բայց այդ քմծիծաղից հետո ինքը ընդունեց եւ ասեց հավատարիմ այն ով որ խոսք է տալիս։ Հավատարիմ Աստված որ մեզ խոսք է տվել։ Եվ մենք չպետք է այդպիսի իրավիճակների մեջ լինենք, որ իբրև թե հավատում ենք, բայց անդադ քմծիծաղ ենք տալիս, որ մենք մարդ չենք, որ մենք չենք իմանում մենք ով ենք։ Մենք պետք է գիտակցենք մենք ով ենք։ Եվ այդ գիտակցությունը ակտիվ ապրենք։ Այլապես դատար կա այն հավատքը, որ չի ապրում, գործերով ցույց տանք։ Առատաձեռն լինենք։ Այդ առատությունը սերմանենք ամեն ինչով։ Առատաձեռն հասկացողությունը մենակ ֆինանսների չի։ Հոգևորով էլ առատաձեռն լինենք, աղոթքի մեջ առատաձեռն լինենք, ժամանակ տալու Տիրոջը առատաձեռն լինենք։ Առատաձեռն ենք սեր փոխանցելու համար, ներողամտությամբ լցվելու առատություն ունենանք։ Այդ ամենով ապրենք ոնց որ քրիստոնյան ապրում, ձևավորենք այն մարդը, որը միգուցե անցյալում չի եղել։ Զրկենք մեզի ամեն հաճույքից, որ առաջից է եկել։ Հասկանանք, որ խանդը, նախանձը, դրանք սաղ չարի ծրագրերն են մեր կյանքում։ Եթե դուք խանդում եք ձեր կանանց կամ տղամարդկանց, ուրեմն դուք սխալ տեղ եք։ Ոչ մեկի իրավունք չունի խանդելու։ Խանդելու իրավունք ունի մենակ Աստված։ Մենք պատկանում ենք իրան եւ ինքը իրավունք ունի մեզ խանդելու։ Բայց մարդիկ մեզ չեն պատկանում։ Ինչ չի պատկանում նույնիսկ իմ երեխեն։ Իմ ամուսինը առավել եւս։ Ես չեմ կարող իրան խանդեմ։ Իրան խանդելու իրավունք ունի մենակ Տերը, որովհետեւ ես պատկանելիություն չունի ինքը ինձ։ Ինքը ինձ չի պատկանում։ Ինքը ինձ ուխտով է միացել։ Ես ու իմ ամուսինը մենք ուխտով ենք միացել իրար, հա։ Բոլոր մարդիկ իրար հետ ինչ-որ մի ձևով միանում են, բայց պատկանելիությունը բոլորին հետ մտնում է Աստծուն։ Աստծուն են պատկանում բոլորը։ Եթե խանդ ունեք ձեր մեջ տղամարդու կամ կնոջ հանդեպ, զրկեք ձեզ այդ խանդից, արգելեք իրան ձեր վրա գործելու։ Վգերի վերցրեք այդ մտքերը։ Խնդրեք Աստծուն, որ ձեզ ազատի դրանից։ Նայեք Հիսուսին եւ հասկացեք ինչքան հզոր է Հիսուսը։ Ինքը հաղթել է ամեն բան, ասում է, հաղթել եմ աշխարհը, այսինքն ամեն բան լուծված է Հիսուսով։ Եվ մի նայեք սատանային, ինքը էլ ոչինչ չի կարող անի։ Ինքը պարտված է, իր պարտության տեղից ինքը արդեն ամեն բան փորձում է կիրառի մեր վրա։ Բայց մեր գործն է, որ մենք իմանանք, թե մենք ով ենք եւ դրա դեմը առնենք։ Ուրեմն ինչ ենք հասկանում, ով ենք մենք։ Չլսենք, թե ինչ է ասում աշխարհի մասին, չլսենք, թե ինչ է ասում անցյալը, չլսենք, թե ինչ է ասում վախը, չլսենք, թե ինչ է ասում անօրենը, այլ ինչ է ասում Աստված մեր մասին։ Աստված քեզ ասում է, որ դու նոր ստեղծված ես, որ դու ներված ես, որ դու փրկված ես, որ Քրիստոսի արյունով մաքրված ես, որ դու արդարացված ես, որ Աստծո զավակ ես։
որ պատկանում ես Քրիստոսին, եւ այլ մեղքի ստրուկը չես, ընդհանրապես ոչ մեկի ստրուկը չես։ Դու կանչված ես ճշմարտության մեջ ապրելու, այդ ճշմարտությունը պետք է վերցնես, հա, ասես ես վերցնում ես ճշմարտությունը նաեւ։ Գաղաթացիների երկրորդի 20-ում Պողոսն ասում է. ես խաչվել եմ Քրիստոսի հետ եւ այլևս ես չեմ ապրում, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ։ Պետք է ընդունես, որ դու չես ապրում, այլ Քրիստոսն է ապրում քո մեջ։ Ուրեմն Հիսուս Քրիստոսը իմ Տերն է, իմ Փրկիչն է։ Այդ բառերը, որ քո վրա ասում ես, դու պետք է ընդունես նաեւ։ Ինքը քո Տերն է, ինքը քո Փրկիչն է, ինքը ավելի լավ գիտի, ինքը քեզ վարում է, ղեկավարում է, դու միայն պետք է հավատարի մնաս ամեն խոսքին, որ ինքը քեզ տվել է։ Մի տրվի քո վախերին, մի թույլ տուր, որ վախը քեզ տիրապետի։ Որովհետև օձերն ու կարիճները մեր ոտքի տակ են։ Եվ Տերը ասել է ձեզ ոչինչ չի պատահի, ոչ մի բան։ Ղուկասի 10:19 խոսքեր ասում, ահա ձեզ իշխանություն եմ տալի օձերի եւ կարիճների վրա։ Օձերն ու կարիճները ովքեր են։ Հենց դրանք են, որ գալիս են մեր մտքերի վրա։ Իրանք գիտես, որ ակտիվ ոչ են հարցակում քո վրա։ Իրանք մի քիչ ստեղ, մի քիչ ընդ, մի քիչ ընդ, մի քիչ վախ, մի քիչ անվստահություն, մի քիչ կասկածամտություն, մի քիչ խանդ, մի քիչ բամբասկոտություն, այդ սա բուկետը բերում են եւ դարձնում են քեզ հին մարդ նորից։ Բայց մենք իշխանություն ունենք իրանց վրա եւ Աստվածաշունչն ասում է եւ ոչինչ ձեզ չի պակասի, ձեզ ոչինչ չի վնասի, մի վախեցեք, ոչ մի դիվային ուժ ձեր վրա իրավունք չունի, եթե դուք գիտեք, թե դուք ով եք։ Իրանք իրանց իրավունքը մենակ կարան կիրառեն, եթե ձեր թույլ տեղը իմանան։ Ձեր թույլ տեղը որ բռնում են, այդ վաղ կարան իրանք օգտագործեն, բայց ձեր թույլ տեղ չպետք է ունենաք դուք։ Դուք պետքա ձեր թույլ տեղերը բերեք Աստծո առաջ, ասեք ես խաչին եմ գանում այս թույլ տեղը։ Խաչին եմ գանում այս բնավորության գիծը, իմ բարկությունը, իմ խանդը, իմ անհանգստությունները, իմ վախերը, իմ բարկությունը, ամեն բան ինչ որ խանգարում է, պետքա բերենք, ասենք Տեր հանձնում եմ քեզ, ես ուրիշ մարդ եմ։ Ես ում ես նոր մարդով շոյեր հագնեմ, նոր մարդու բնավորություն ձեռք բերեմ։ Եվ համապատասխան խոսքի վերցնենք, որ Տերն է մեր Տերը։ Եվ ոչ թե ասենք դու ես Տերը, Տեր Հիսուս, բայց ես իմ գործերը ինքս կանեմ։ Եվ ինչի է Աստվածաշունչն ասում է, արթուն եղեք, հսկեք ձեր, ասում է, հսկեցեք ձեր ոսոխը սատանան մռնչող առյուծի պես շրջում է փնտրելով, թե ում կուլ կտա, ասում է, արթուն եղեք, զգոն եղեք, այս արթուն լինելը զգոնության մասին է։ Մենք պետք է անդադ զգոն լինենք, որովհետև մենք երբ որ տկարանում ենք մեր մտքերի մեջ, մեր գիտակցությունը չի ճնշում, այլ միտքն է ճնշում, մենք արդեն կարող ենք ընկնենք իր թակարդը։ Եվ մենք պետք է դիմադրենք հավատքով։ Պետրոսի 5-ին խոսքը դիմադրեք դրան հաստատուն հավատքով։ Հաստատուն հավատքը ձևավորվում է խոսքից, խոսքի գիտությունից, այդ խոսքերն է կան Աստվածաշնչում, հիմա ես դրանք չեմ կարդում։ Հավատքը ձևավորվում է խոսքի գիտությունից, հասկացողությունից։ Հավատքը ձևավորվում է Աստծո հետ հարաբերությունից, Սուրբ Հոգու հետ առնչությունից, Սուրբ Հոգու հետ սերտ հարաբերություն ունենալուց եւ ամեն վայրկյան մեջ պատրաստ լինելու իրավիճակների դեմը կանգնելու եւ հաստատելու թե դու ով ես։ Թույլ չտալու որ քեզ բացատրեն թե դու ով ես, որովհետեւ քո ինքնությունը ոչ մեկ քեզ չի կարասի, դու արդեն գիտես թե դու ով ես։ Աստվածաշունչը արդեն ասել է թե դու ով ես։ Հիսուսը արդեն ասել է որ դու իր զավակն ես։ Մի թույլ տուր որ քո ինքնության վրա գան ցեղ շպրտեն, քեզ բացատրեն թե դու այդ մարդը չես, էսի չես։ Ոչ մի դեսպան չի գնում ինչ որ միտեղ իր շոյերը հանի տա ուրիշին։ Ոչ, մի թույլ տվեք որ ձեր վրայից հանեն այդ շոյերը։ Եվ պետք չի որ մենք վախով առաջնորդվենք, այլ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով, սպառազինված երկնային թագավորական շորերով։ Երկինքը մեզ տվել է այդ շորերը, Տեր Հիսուսը տվել է մեզ այդ շորերը։ Ասել է ամրացրու քո մեջքին ճշմարտությունը, վերցրու քո դոշին արդարությունը, քո մտքի քո գլխին դիր փրկության սաղավարտը, քո ձեռքը վերցրու հավատքի վահանը եւ հոգու սուրը, քո ոտքերը թող լինեն խաղաղ եւ ավետարանչական կոշիկներով։ Այդ սպառազինությունը քեզ թույլ է տալու նոր ձևավորվես։ Դա իզուր սպառազինություն չի։ Դա այն սպառազինությունն է, որովհետև որ մեր մարտերը, մեր մտքի մարտերը հաղթահարենք։ Այդ մտքի մարտերը կարանք հաղթահարենք, երբ որ մեր զենքը միշտ պատրաստ է գործելու։ Եվ այդ միշտ պատրաստությունը պետք է մենք հասկանանք, այդ միշտ պատրաստը մենք պետք է սրենք։ Ոչ մեկ չի գալու մեր սուրը սրի։ Ոչ մեկ չի գալու մեր վահանը մեր ձեռը տա։ Ոչ մեկ չի գալու մեր կոշիկները հագցնի։ Մենք ենք դա անողը։ Եկեք աղոթենք այսօր, որ մեր անցյալի մարդը մեզ չկարողանա ձեռ տա, որովհետև նա, որ մեր մեջ է, ավելի մեծ է, քան նա, որ աշխարհում է։ Նա, որ մեր մեջ է, նա ավելի մեծ է, քան նա, ով աշխարհում է։ Կրկնենք դա։ Նա, ով մեր մեջ է, ավելի մեծ է, քան նա, ով աշխարհում է։ Եկեք աղոթենք։ Հայր, մենք շնորհակալ ենք Տեր,
օրհնում ենք քո սուրբ անունը, Տեր ջան, օրհնում ենք քեզ, որ դու մեզ ընտրել ես, մաքրել ես, դարձրել ես քո զավակները, կանչել ես քո գիրկը, քո որդու Հիսուս Քրիստոսի արյունով մեզ մաքրել ես, Տեր ջան, այնքան թանկ ես մեզ համարել, Տեր ջան, բարձրացրել ես մեր Տեր ջան, քո արքայության մեջ, Տեր ջան, մենք հոգով արդեն այդտեղ ենք, Տեր ջան։ Եվ այս աշխարհի պատկանելիությունը, Տեր ջան, քաշում է մեզ այն աշխարհատանում, Տեր ջան, որտեղից որ մենք չենք ուզում վերադառնալ, Տեր։ Մենք ուզում ենք քո գիրկը մնանք, Տեր։ Եվ այսօր մենք քո կամքն ենք, մեր կամքն ենք դնում, Տեր ջան, քո ոտքերի տակ։ Եվ ասում ենք, Տեր, օգնի մեզ, որ այս կամքը չկարողանա, Տեր ջան, գլուխ բարձրացնի, այլ մենք ենթարկացնում ենք մեր կամքը հոգուն։ Մեր ցանկությունները ենթարկացնում ենք հոգուն, Տեր ջան, այն հոգուն, որ քո հետ է, Տեր ջան, համագործակցում, քո հետ է, Տեր ջան, առնչվում, քո խոսքով է, Տեր ջան, ապրում։ Այն ամենը, ինչ որ դու խոսք ես տվել, Տեր ջան, դաղի մեր սրտերի վրա, դաղի մեր մտքերի վրա, դաղի մեր էության մեջ։ Թող մեր էությունը հասկանա, որ ով ենք մեր Տեր ջան, եւ մենք այսօր կտրում ենք մեր բոլոր կապերը անցյալի հետ, անցյալի վախեր, մենք ձեզ սաստում ենք, ասում ենք գնացեք մեզանից։ Մենք կտրում ենք մեր անցյալի մարդու ամբողջ էությունը, հպարտությունը, մեր վախերի յուրաքանչյուր լար, որ երբևէ եկել է, թե մենք ով ենք, մենք մեր ինքնությունը, Տեր ջան, ազատում ենք այսօր անցյալի կապակներից։ Մենք մեր ինքնությունը այսօր դիարժեք կոնկրետ, Տեր ջան, քեզ ենք տալիս, ասում ենք, Տեր, մենք քեզ տվել ենք հոգով, եւ այսօր Տեր ջան, նորից հաստատում ենք, ասում ենք, Տեր, ազատի մեզ այն ամենից, ինչ ծանրաբեռնում է մեզ։ Բոլոր կապանքները, որ դեռ գործում են մեր վրա, Տեր ջան, մենք այսօր քանդում ենք, հրաժարվում ենք, մերժում ենք այդ դրանք, Տեր ջան, մերժում ենք մեր բնավորության յուրաքանչյուր գիծ, որ խանգարում է քո հետ առնչվելուն, Տեր ջան։ Հրաժարվում ենք մեր առաջվա մարդուց եւ ուզում ենք նոր մարդու մեջ, Տեր ջան, ապրենք քո հետ, այդ նոր մարդը, Տեր ջան, որ քո հետ լինի, Տեր ջան։ Օրհնի մեզ, օրհնված Թագավոր, օրհնի մեզ քո ողորմությամբ, միայն քո ողորմությամբ եւ քո շնորհի միջոցով է հնարավոր, որ մենք ձևափոխվենք, որ մենք կերպարանափոխվենք, որ մենք այլ մարդիկ դառնանք, որ մենք խիզախ դառնանք, որ մեզ չկարողանա վախը պատի, որ մեր մտքերը ձևավորվեն քո խոսքի համաձայն, որ մեր հոգին շնչի եւ արտաշնչի միայն Սուրբ Հոգուն, որ մեր հոգին միացված լինի Սուրբ Հոգուն, որ մենք այդ որդատունկի սոկի միջոցով անընդհատ ճշպտուղներ տանք, Տեր ջան։ Օրհնված Աստված, շնորհակալ ենք քո հայտնության համար, որ տալիս ես, այն կյանքի համար, որ մեզ տալիս ես։ Եվ նրա համար, Տեր ջան, որ մենք ունենք քո կողքը, Տեր ջան, տեղ, ունենք տուն, ունենք ապագա վայր, որտեղ որ մեր թագավորությունը, մեր նոր պասպորտները, Տեր ջան, մեզ պիտի տրվեն։ Այսինքն արդեն տրվել են, ուղղակի մենք մարմնով դեռ այս աշխարհի վրա ենք, Տեր ջան, եւ գալու է այդ օրը, որ մենք քեզ ենք միանալու։ Փառք քեզ Հավիտյանս, Տեր Հիսուս Քրիստոս, մենք շնորհակալ ենք քո բերած զոհի համար, Տեր ջան, շնորհակալ ենք քո կատարյալ զոհի համար, որ կատարված է, որ ասեցիր հաստատված է, եւ այդ բառերը, Տեր ջան, փոխեցին ամբողջ պատմությունը, փոխեցին անցյալը եւ ներկան, Տեր ջան։ Եվ մենք այսօր ունենք նոր իրականություն, որտեղ որ դու, Տեր Թագավոր, մեր արքան ես, մեր ամենակալ Աստված, շնորհակալ ենք քեզ եւ ասում ենք, թող քո կամքը կատարվի։ Ամեն։